Ինչևէ, առաջարկում եմ ասենք ավելի մեծ սխեմայի ԽԾԲ-ական։ Ուրեմն կա մի հատ մեծ սխեմա ԽԾԲ-ական, թայֆայաբազական ես կասեի, առաջարկում եմ Աստղիկը մի հատ էս փուպուլի եւ կողքի ձույկների նկարը բերի։ Նայ, մեջտեղը փուպուլն է։ Ուրեմն Ռոմանոս Պետրոսյան, գիտեք, հեծի ժամանակավոր կառավարիչ։ Չգիտեմ որքանով է երևում, բայց վերևից հերթով գանք։ Վերևը, ուրեմն հեծի իրացման տնորենի տեղակալն է, անունը Արման Սմբատյան, որը հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Մի հատ աջ, Տիգրան Հովսեփյան, հեծի դեբետ մասնաճյուղի Լոռու մարզ, հա, տնորեն, քաղաքացիական պայմանագրի անդամ։ Աչից, էսի սա հետը բերել է այս ձույկներին փուպուլիկը։ Ուրեմն Մուշեղ Ներսիսյան, Եղեգնաձոր Էլցանցի պետի տեղակալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Մի հատ ներքև Նարեկ Նալբանդյան, Ստեփանավան էլեկտրական ցանցի պետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Ներքևը ուսախնեց ուրախ դեմքերով են, ապա սաղի աշխատավարձը միլիոն 2 միլիոն ուրախանա, ասենք որ 2 միլիոն աշխատավարձ տայն, ասենք գնա պրոստը նստի ռևիզիա արա։ 100%։ Տակը ուրեմն Ալիկ Մարտիրոսյան, Սիսյան էլեկտրական ցանցի պետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Մի հատ ձախ Լյուդվիգ Գյուլնազարյան, Էջմիածին էլեկտրական ցանցի պետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Սրանուն ազգանունը ցանոթ էր։ Լյուդոյնը Ձախինը Վլադիմիր Վարդևանյան, հեծի Նայիրի մասնաճյուղի Կոտայք, տնորեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եւ վերջինը հայտնի Սարիգը, հեծի Ղարս մասնաճյուղի Շիրակ, տնորեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Այսինքն նա ինչ է ստացվում, այն օրը մեկը խնդալու բաներ գրի, ասում էր նայ, փաստորեն հերիք չի, Սամվել Կարապետյանը հիմա պետքա ֆինանսապես ուրեմն ապահովի իր սեփական է շարժումը եւ նաեւ կուսակցությունը։ Սրանք էլ մի բան էլ ակնկալում են փաստացի, որ ինքը պետքա ֆինանսապես ապահովի նաեւ քաղաքացիական պայմանագրի որոշակի ծախսեր։ Այսինքն այս մարդուն պարտադրում են շարունակել ներդրումներ անել եւ նաեւ վարձատրել այս լնգու լավազին, որ միլիոն 2, 3, 4, այսպես թվեր աղբերը, միլիոն 2 քիչ չեմ ասում։ Այս սախ տնօրենները մի քանի միլիոն աշխատավարձ, այսինքն հիմա սեփականատերը պարտադրված այս ռեկետի հետևանքով ֆինանսավորում է քաղաքացիական պայմանագրի կուսակցության այս չաթիկներին։ Այսինքն պատկերացնում եք ախպեր, էսի մարրազմ չի ախպեր։ Մարրազմ, ես չգիտեմ ախպեր, էսի սրան հետո որ ռեկաշետ լինի, ինչ պետք է անենք ախպեր։ Ես չգիտեմ ինչ պետք է անենք ախպեր։ Որ հա։ Ինչ է։ Առանց էպիցետի թույլ մի բան ասեմ, էլի արա խնդրում եմ։ Սամվել Կարապետյանն է տալիս փողը։ Բա ով տա ախպեր, իրա հիմնարկն է, չէ՞։ Իրա հիմնարկն է, նա չեմ ասում ջեբից անում է տալիս է։ Բարձր որ ջեբից է հանում տալիս, բա ինչի՞ց է տալիս։ Դե իտոգում իրա ջեբը։ Շահույթը պետք է գնա մտնի իրա ջեբը, շահույթից գնում է սրանց տեղը պետք է լինեին կոմպետենտ մարդիկ, որոնք կատարեին այդ աշխատանքը բերեր դիվիդենդ, դիվիդենտը դառնար շահույթը, շահույթի տեսքով գար Սամվել Կարապետյանին։ Հիմա իրանք ասում են Սամվել ջան, դու նստի, հեսա Աննայի Վարսավիրի մարդը կգա։ Ատե նստի։ Բայց քո հիմնարկում փողեր են ստանալու SS մարդիկ։ Ու քո ջեբից, հա։ Ու քո ջեբից, այսինքն քիչ է Սամվել Կարապետյանին նստեցրել են ապորինի, մի հատ այդ մարդը ունեցված կտնորինում են։ Հիվանդանոց ախպեր, այն բեցում вообще պորնո է կատարվում։ Այն բեցը вообще խայտարակություն է։ Ուրեմն ու պրիտոմ այս բեցը պետական բանի տակ է։ Հա, հա։ Պետական գնալով աշխատավարձները մեծանում են 30% բաները, մենեջմենտի աշխատավարձները բարձրացել, էսի ֆանտաստիկա է, ֆանտաստիկա։ Ու այս եկա բազարը չէ կանգնել, որ Սամվել բան Նարեկ Կարապետյանն ենք դիմել էին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման համար։ Հա, դա կարևոր բան է։ Հա, ոնց դիմել էին այդ բանը, այդ ոնց է կոչվում այդ դու լավ տիրապետում ես։ ՀՑԿ-հն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը ասել է որ մերժել է, ասել է ախպեր մենք հələ հունիսին էին դիմել, թե չեմ սխալվում կամ հուլիսին, մերժել է, ասել է մենք տարեվերջ նախատեսում ենք։ Յանի դուք մի խառնվեք ախպեր, սա տոշնի։ Հա, էլի մենք պիտի իջցնենք։ Հա, հիմա ուրեմն Նարեկ Կարապետյանն ասել է որ նորից ենք դիմելու, որտեվ արդեն տարեվերջ է։ Մի հատ հասկացեք ինչ եք անելու։ Ճոգմես, այսինքն իրանք հիմա իրանք շահույթ ունեն լույսերի գներից։ Այո։ Այսինքն այն մարդու փողերը իրանք են կառավարում, ու այդ շահույթը արդեն ձեռնտու չի որ լույսերն իջցնի պետությունը։ Հիմա հեսա կսկսեն հիմնավորել թե խիպտի բարձանա առհասարակ, որտեվ Ռոմանոսը իր շուրջը հավաքել է փոքրիկ Ռոմանոսների, իրանից փոքրիկ պատկերացրեք այդ ինչա։ Ու մարդիկ հարստանում են, այսինքն այս պետության ձևը ժողովուրդ ջան կառավարում, արա կլեպտոկրատիայի էլ է, էլի էսի նմանվում, գողապետության էլ է նմանվում, հասկանում ես, ուրեմն մի կողմից կլեպտոկրատական համակարգ է ձևավորված։
Այս պրոստո բան նոնսենս է, էլի, իրականում նոնսենս է։ Չի կարամ համ կլեպտոկրատիա լինի, համ կակիստոկրատիա լինի, այսինքն կակիստոկրատական համակարգ է, որը կառավարվում է կակիստոկրատների կողմից, այսինքն հասարակության ամենացածր խավի ներկայացուցիչների, ինտելեկտուալ, տնտեսական բոլոր առումներով այդ ամենավտանգավոր մասն է, որ իշխանությունը վերցնում է ու պրծավ կակիստոկրատները շատ վտանգավոր ժողովուրդ են, սրանք Նիկոլեն, որը ընթացքում ստանալով տարատեսակ տրանսֆորմացիաներ վերածվել է կակիստոկրատա-կլեպտոկրատիայի, ինչի, որտեվ սա գողապետություն է, ընկեր, մարդիկ գողանում են, արա։ Գողանում են մարդիկ, չոտքի գող, այսինքն մանրից, արա, այս դառնալու է ինչ-որ ֆաշիստական բաներ, երանգներ ունեցող կառավարման համակարգ։ Սենց բան ես լուրջ ես մեկ-մեկ որ պատկերացնում եմ սրանք ուր են գնում։ Ճոգվես արա, միակ բանը որ բաները մարդ չեն ուտում։ Ասենք օրինակ իրանք Իդի Ամինից տարբերվում են նրանով, որ մարդ չեն ուտում ու չեն գնդակահարում հələ որ։ Հələ որ ոչ մարդ են ուտում, ոչ գնդակահարում են, այսինքն օպոնենտներին պոլնի նստեցնում են, խոսքի համար ապե Հայաստանը ֆանտաստիկ ռեկորդակիր է, վստահ եմ, որ աշխարհում երևի աֆրիկյան պետություններն են մեկ էլ, որ խոսքի համար այսպես մարդիկ են նստեցնում։ Թուրքիան չեմ ասում, որտեղ Թուրքիան վստահ եմ, այսքան խոսքի համար նստած մարդ չկա, ինչքան Հայաստանում է։ Խոսքի pure խոսքի համար ապա։ Եթե նայես բան, հոգո բանով էլի, նա դու շնչին ընկնով եմ ասում, հա։ Վստահ եմ չկա, ապա Թուրքիայի այտենց կա, բան չկա, բնակչություն ու նստածներ հարաբերակցության տոկոսով հաստատ առաջ ենք Թուրքիայից, վստահ եմ, ապա։ Ու սաուդիստներին մոտիկանում ենք մանրից։ Ուրեմն գողանում են պետությունից, պոլնի ինչքան կարում են, որտեղ ոնց նայում ենք, ապա, եթե գողություն չի պետությունից, ընկեր, մարդուն բերել, թորանը բերել, դնել պաշտոնի, դա ինչ է ուրիշ ընկեր։ Ուսանող թորանը, ոչ կոմպետենտ թորանը։ Եթե գողություն չի պետությունից, ու պետությունից չի, արդեն ուրիշից ու խալխից, ուրիշ մարդուց, ախպեր, մասնավոր բիզնեսը թալանում են։ Գնացել են մասնավոր բիզնեսում են, նստած, ապա աշխատավարձ ստանում, պաստորեն այդ սեփականատիրոջ հաշվին։ Ու ինչ են անում, པարզ չի, ոչ մեկ չգիտի։ Ու ակնհայտ է, չէ՞, որ նայ սաղ մարզերով տարել են, այսի պատականություն չի, դեպի Լուդվիգը, որ ասիր հայտնի, Փարաքյարի տեխնացուն էր իրանց։ Պահո, որ պարտվեց։ Այսինքն նա ինչ են արել, այսինքն իրանք հիմա փաստացի այս բոլոր մարզերում նշանակում են այս մարդկանց, որpիսի այս մարդիկ իրանց հերթին այդ ուրիշի ֆինանսներով ախպեր փաստացի ոչ կոմպետենտ մարկանց հիմա բան գործի կվեկալեն, հա, դա ընտրակաշարքի ձևա, չէ՞։ Այսինքն ամեն մարզում այդպես մի հատ դառնում է փողերի հա։ Սամվել Կարապետյանի փողով։ Հա, Սամվել Կարապետյանի փողով ախպեր ջան ուզում են բոլոր մարզերում արդյունքներ գրանցեն, փաստացի առերևույթ կոռուպցիոն բան։ Այսինքն եթե կարանտանորեն նշանակեն ոչ կոմպետենտ մարդու, եղած ինչ ասենք մի 100, 200, 300,000 դրամով տարբեր մարկանց ընդունեն աշխատանքի լիքը, ախպեր ջան, լիքը։ Ով որ իրանց պետք չի вообще հանեն, տեղը բերեն ես իմում ու իրանց մեկը է ախպեր այդ հեծի այդ ինչ կլինի։ Դրա կոմպետենտ իրանց մեկը լրիվ իրանք հիմա վիզ են դրել վերարտադրվել 26 թվին։ Ինչա պետք դրա համար ամլուբոյ բան պատրաստեն վճարել, հա։ Այսինքն ինքը ռեալ, ես լուրջ, օրայ ես գիտես ինչ եմ երազում, նայ հրապարակային ասեմ, էլի։ Այ ես երազում եմ, որ մենք հասնենք նրան, որ այս երկրում ամեն ինչ փոխվի նորմալ, ու օրինակի համար ես մի տարի ժամանակ ունենամ ոչ մի բանով չզբաղվելու բացի իմ մասնագիտությունից, լուրջ եմ ասում։ Մի հատ PhD կանեմ նորմալ համալսարանում, ոչ հայկական բնականաբար, ու իմ թեզը բանի PhD-ից թեզը կլինի, ախպերս դոկտորական թեզս կլինի Հայաստանի կառավարման համակարգերի նոր դրսևորումները, նոր հիբրիդային դրսևորումները Հայաստանն է case study կդնեմ։ Արա երդվում եմ, թե ես հայտնի չդառնամ, նորմալ գիտնական չդառնամ։ Ցույց խոսքի չեմ ասում Խուան Լինս կդառնամ, բայց ես վստահ եմ, որ քաղաքագիտության մեջ ես կլինեմ ոչ այդքան անհայտ տղա։ Արա այդքան վստահ եմ, որ ես կարամ նոր գյուտ անեմ, ապե։ Սրանց օր սարկածով ես վստահաբար կարամ մի տարվա մեջ նստեմ աշխատեմ իմ թեզի վրա ու սրանց օրինակով անեց պրակտիկ օրինակ բերեմ։ Դու գիտես, չէ, ավտորիտար համակարգերը երբ է բացահայտվել աշխարհում, քաղաքագիտության մեջ երբ է բացահայտվել։ Օրինակ իրեք ամբողջական բան կա, հա, համակարգ կա, ժողովրդավարական, ավտորիտար ու բռնապետական, ամբողջատիրական։ Ժամանակի միջև 80-ականներ եղել է երկուսը։ Բռնապետական ու ամբողջատիրական ու ժողովրդավարական։ Ջոգիր, Խուան Լինզենք, որ մեռել է Ֆրանկոն, նստել են այսպես պրոստը case study են արել, ջոգել են ուրախպես այս ավտորիտարիզմը ամբողջատիրությունից շատ է տարբերվում։ Դրա համար իրան պետքա տալ որպես առանձին, այսինքն կա ինչ-որ մի բան, որը ոչ այնա, այլ առանցքն է։ Ապրես, հիմա ես վստահ եմ, այս պայմաններում մեր երկրի օրինակով կատակ չեմ անում։ Եթե ոչ առանձին վարչակարգ կարելի է հանել, որպես ասենք առանձին վարչակարգ,
նվազագույնը հիբրիդային վարչակարգ կարաս հանես ու պլյուս դրան կլեպտոկրատիայի, որը որ արդեն ոչ թե բանն է, վարչակարգի բնույթն է, այլ վարչակարգի ձևը, չէ, ոչ թե վարչակարգի ձևն է, այլ բնույթը, ու այդ կակիստոկրատիայի մեջտեղը մի բան կարաս ստեղծես, լուրջ եմ ասում, լուրջ մտածելու դեպքում սա լուրջ գիտական աշխատանք կլինի ապե։ Ու ես իմ կյանքում բավարարված կլինեմ, որ մասնագիտական իմ հիմնական մասնագիտությամբ էլ ունեմ ինչ-որ ձեռք բերում։ Ես երազում եմ այդ ժամանակվա մասին, որովհետև այս սրանք լրիվ հիմքերը տվել են ապե մեզ, լրիվ։ Հա, հեչ։